Անուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն։ Սիրելի ավադացյալներ, պարկ և գոհություն նախ հայտնենք ամենագալին Աստուծո, որ այսօր անգամ ևս մեզի առիթ տվավ, որ հաջախենք իր դունը եկեղեցին և ըմբոշխնենք օրվա խորհուրդը շարականներու գեղեցիկ երկեցողությամբ, ավետարանական ընթերցվածներով և աղոթներով։ Այսօրվա խորհրդածության նյութը, որ մեզի ղրգված է առաջնորդարանին կողմէ, անշուշտ միշտ հիմք ունենալով վեհապար Հայրապետի այն հռչակագիրը, որ գսե հավատքի վերանորոգման դարի, այսօրվա մեր խորհրդածության նյութը պիտի դառնա ճանապարհորդություն Աստծո հետ, ճանապարհորդություն, այսինքն ճամփորդություն Աստծո հետ, որ որպես մտածումի եւ խորհրդածության նյութ առնված են Եսայի մարգարեի 50-րդ գլուխ, Սաղմոսած գրքի 22-րդ գլուխ, Ղուգասու ավետարանի 9-րդ գլուխ, Փիլիպպեցիներու գրված նամակի 2-րդ գլուխ են։ Զանազան դեղերը խորհրդածության նյութ հավաքված է եւ սկսենք մեր հոգեվոր ճամփորդության դեպի Աստված։ Ճամփորդությունը միայն երթուղիներու կամ խաչմերուկներու կամ լույսերու հետ կապված կամ զուգորդված հարց չէ, այլ ան կյանքի դարբեր ձևերու մեջ, դարբեր իմաստներով օգտագործված բառն է, որ եկեղեցու սրբազան հայրերու գործերուն մեջ հաջող կհանդիպինք այս բառին, որուն նշանակությունը մեկ բան է միայն դարձ առ Աստված։ Երբ գսենք Աստծո հետ ճամփորդություն կամ դեպի Աստված ճամփորդություն, սա կնշանակե թե մեր դեմքերը դարձնենք դեպի Աստված, ոչ թե ֆիզիկապես երթանք, ադի Աստված գիտե եւ ինք ճշտած է յուրաքանչյուրի ժամանակը։ Ճանապարհորդություն Աստծո հետ խորակրյալ մտածումով հավատացյալը կարողանա իր հոգվույն հայելիին դիմաց ինքզինք տեսնել։ Ինչպես հայելիներ կան, որ մեր արդակին երևույթը կտեսնենք, կզարդարվենք, կփորձենք լավագույնս ներկայանալ, ուրեմն ճանապարհորդություն առ Աստված կնշանակե թե մեր հոգևոր հայելիին դիմաց կենալ եւ մեր ներաշխարհը դիտել, խոգալ իր բազմամիսի մեղքերուն, հավատացյալին համար է խոսքը, եւ սխալներուն մասին եւ աստվածաբաշխության խորհրդով հագենալ եւ լիցքավորվել։ Հավատացյալին համար այս 40-օրյա բացողության ընթացքը, որ իր վերջնտեր շաբթվա մեջ ենք արդեն, լավագույն առիթն է, որպեսզի կարողանա իր հոգվույն մեջ ներթափանցել աստվածային խորհուրդները, ըմբոշխնել եւ ճաշակել։ Ըմբոշխնել կնշանակե զգալ եւ ճաշակել եւ համդեսել։ Եթե մենք ֆիզիկական ճաշը կհամդեսենք, ուրեմն հոգեվոր այդ սնունդը կըմբոշխնենք։ Հայերեն բառն է, որ շատ գեղեցիկ կհամընկնի այսօրվա խորհրդին։ Ուրեմն ներկա 40-օրյա բայցողության քարոզախոսություններով գմիդինք հավատացյալը ուղղորդել բահքի հոգևոր ճանապարհորդության։ Բայցողությունը խորքին մեջ ճամփորդությունն է, հոգևոր ճամփորդություն, որուն մեկնագետն է մոդենալ առ Աստված, Աստծո սիրով եւ իմաստությամբ լեցվելու համար,
անհրաժեշտ է ունենալ, որը միան բախ բռնելու համար մենք չենք կրնար ասել, որ բախ բռնած եմ, չի բավարար չէ։ Ուրեմն այս բոլորը իրականանալու համար բահեցողության հետ միասին աղոթքի Սուրբ Գիրք կարդալու նվիրված հատուկ բահեր բահեցողության կողքին պետք է ունենալ, ինչպես նաև այս երեքը ունենալ են հետո բարեգործություն կատարել, միան աղոթել, Սուրբ Գիրք կարդալ եւ բախ բռնել բավարար չէ, ասոնց այս երրորդության կողքին բարեգործությունը անհրաժեշտ է որպես պատրաստություն հոգևոր ճամփորդության։ Մեր սպասումն է, որ հավատացյալը օրվան ավետարանական ընթերցումներով առաջնորդե իր կյանքը եւ մնա հավատարիմ մեր հայրերու քրիստոնեական հավատքին։ Բահքի շրջանին գլխավորապես վեր առնենք բարոյական եւ հոգևոր արժեքները եւ անոնց շուրջ դարբեր վերլուծումներ կատարելով ինչպես նաեւ ընդգծենք բահեցողության եւ ապաշխարության կարեւորությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքեն ներս։ Բահքը ինքնին ինքնակնության եւ ինքնասրբակրման ապաշխարության եւ վերածննդի հրավերն է յուրաքանչյուրիս ուղված։ Ճանապարհորդություն Աստծո հետ պետք է լա մեր նշանապանը բահեցողության շրջանին։ Ճանապարհորդությունը ապաշխարություն կենթադրե, անպայմանորեն պետք է շեշտը դրած ըլլանք ապաշխարության վրա եւ կարեւոր է իմանալ, թե ապաշխարությամբ կարելի է գիտակցիլ մեր բարոյական դգարությանց մասին եւ խորաթափանց անաչար կնշանակե անգողնագալ ինքնակնությամբ տեսնել մեր անձին անգումները, սայթակումները, սխալները, վերլուծել անոնց տրտաբաջարները եւ անգերց վերադարձով դեպի Աստված մոտենալ։ Ըստափումի գոչ է, որ գուղե եւ գհրավիրե մեզ հոգեպես արտնալ, գրգին գշեշտենք եւ ապաշխարել։ Ապաշխարությունը Քրիստոսի մեջ բնագիլ եւ Քրիստոսը մեր մեջ բնագեցնել։ Միան չի բավերսել, որ ես Քրիստոսի մեջ կբնագիմ, նաեւ փոխադարձաբար Քրիստոսը բնագեցնել մեր մեջ, սրբվել եւ դեպի սրբություն գալել։ Հոգեպես արտնալ Քրիստոսով գավիլ ու արդարանալ է ապաշխարությունը։ Աստվածային մեր պատկերը վերաբայծարացնել ու վերագանքնել է ապաշխարությունը աշխարհայինին երես դարձնել ու Աստուծո երեսը փնտրել է զազրելի մեղքին հանդեպ մեր սրդերուն մեջ զզվանք բուծանել է եւ արդարության նկատմամբ սերը շարժել եւ փորփոքել է ապաշխարությունը։ Բանանք մեր սրդերը եւ փորձենք ծանոթանալ Քրիստոսի գողմե գադարված հայտնություններուն, որ գսե ծեր հարստությունը երկրի վրա մի տիզեք, այլ երկնքի մեջ։ Երկրի վրա հարստություն տիզելը ժամանակավոր է։ Մշտական կանցեր պիտի տիզենք երկնքի մեջ, ուր ամեն ինչ ապահովված է Աստծո հովանին ներքև։ Երկինքեն գդորմն է նաև մարդկային հոգին, մեր հոգիները երկրային չեն, երկինքեն գդորմն են, որ Աստված զետեղած է մեր մեջ, ու պիտի լեցվին
Աստուծո խոսքն ու շունչը, որուն առաջնորդությամբ պիտի առաջնորդենք մեր կյանքը եւ մեր շրջաբադը։ Երկրի վրա հավաքված կանցերուն դերը մենք չենք եւ կյանքն այդ ցույց կտա, ով իր հետ պամ մտարած է, որովհետև նյութական արժեքները ժամանցելի են եւ գորստական, անժամանցելին հոգևորն է ու բարոյականը, որուն պիտի ցկտինք եւ ներքին փափակը ունենանք բոլորս։ Հոգևոր արտնությունը ցույց կտա, որ Աստծո խոսքով ապրող մարդը իր յանքը գաբելով երկնքի ու երկնայինի հետ։ Այսինքն գամուրջ պիտի ստեղծենք երկրայինի եւ երկնայինի միջև, Աստվածահաճ եւ Աստվածագետրոն կյանքը գունենա, քանց կտիզե երկնքի մեջ եւ երկնքի արքայության ժառանգագից գտարնա։ Մինչդեռ նյութական վաղանցուկ արժեքով իր կյանքը հարստացնող մարդը միշտ իր գարելին գնե, որ հանգարջ չնսեմատնա մարդոց հայացքին դիմաց, բայց անտին գմորնա, որ մամոնային, այսինքն նյութեն ու աշխարհայինին ծառայելով գտարնա Աստուծո հերու ու նյութաբաշտ, թե երկնավոր հայրը գդխրի, երբ մեր ունեցած հարստությունը նկատենք մեր կյանքին նպատակը, հետևաբար Աստված կզգուշացնե մեզի, նյութը երբեք ձեր կյանքին նպատակ մի դարձնեք, այլ նյութը միջոց է ապրելու համար եւ ոչ թե նպատակ մեր կյանքին համար։ Եվ գոյատևման ու երջանկության աղբյուրը հոգևոր կյանքն է, երբ անտին ինքն է այդ հարստությունը մեզի բարգեւողը եւ այդ հարստությունն իսկ ինք Աստված է, որ մեր կյանքը հոգևոր կյանքը կհարստացնե, ով որ այս աշխարհի վաղանցուկ հարստության կվստահի, որ կանալ հարուստ ըլլա իսկական աղքատ մնե Աստծո աչքին առջև, իսկ ան որ հավատքով Աստծո կվստահի, որ կանալ աղքատ ըլլա իսկական հարուստ մնե Աստծո աչքին։ Մեր շրջաբադը եւ ընկերները գսիրենք, շատ բնականորեն երևույթ մնե, բայց քրիստոնյային բարդ կպիտի լա, բայցարագերբել նաեւ շրջաբադի ընկերներուն կյանքը, միանքու կյանքը չէ որ պիտի քաղցրացնես, այլ դիմացին իդեալ կյանքը պիտի քաղցրացնես բայցողության շրջանին։ Շատերուն համար գրնա զարմանալի տվալ այս գեդը, բայց աղոթքով ապրողը իր մեջ գսկա գոչումը բոլորին սիրելու եւ իր հարկանքը ցույց տալու ոչ միայն իր ընկերոջ, այլև անխդիր բոլորին, մինչև իսկ թշնամիին։ Հավանաբար շատերու համար անհասկանալի տիվի, սիրե թշնամիտ կսե Քրիստոս, այո, մենք կսիրենք մեր թշնամին, ոս բացատրություն մգա, այդ խոսքը միան ինձի համար չի ըսված, նաև ըսված է հագարագործին համար, սիրե թշնամիտ, եթե ես պիտի սիրեմ իմ թշնամիս ալ զիս պիտի սիրե, փոխադարձաբար, սխալ չհասկնանք, միագողմանի չի գրնարըլալ, երբ թշնամիտ ագրաները սրած, իր զենքը ձերքին գուզե քեզ սպանել, չես կրնար սիրել այդ թշնամին, բայց գրնաս սիրել թշնամիտ, երբ ինքը մտածե քեզի նման, այդ խոսքը միան ինձի ըսված չէ, այլ նաև թշնամիս ըսված է։ Քրիստոս կպատկամե, որ մենք աղոթենք նաև մեր թշնամիներուն համար, նաև հագարակ կողմին ուղված է այս խոսքը,
Մենք կհավատանք հաստատաբես, որ աղոթքը տշնամին նկատմամբ խոր իմաստ ունի։ Եթե անշուշտ կհասկնայինք քեզի պես այս բարակային ներաստեցություն կունենա դվյալ անցին կյանքին մեջ, չմոռնանք նաև սիրո մասին եւ կարևորենք սիրո արգայությունը մեր կյանքին մեջ։ Քրիստոնյան պետք է իր կյանքը ապրի սեր առ մարդ եւ սեր առ Աստված գարկախոսով։ Աստված քեզ երբեք չընդունիր, մի անսես ես Աստված կսիրեմ, բայց հարևանս, եղբայրս, բարեկամս չեմ սիրեր։ Հովաննու առաքյալի խոսքը շատ տիպուկ է այս առնչությամբ, որ քանի օրեր յետ ավակ հինգշաբթի օրը շատ պիտի լսենք այս խոսքը ավետարաններու կամ նամակներու մեջ են։ Աստված սիրելը գախյալ է մեր նմանին սիրով, անիմաստ սերմը կդառնա առանց մարդը եւ տշնամին սիրելու։ Աստված սիրելու մարդահրավերը տշնամին սիրելն է, մեզի հանդեպ իր արտած բոլոր դժվարություններուն մեջ։ Մարդը սիրելու բատկերին գրկնորինակն է Աստված սիրելը, դիդել գուդա, որ կարելի չէ սիրել Աստված եւ չսիրել Աստծո կողմէ ստեղծված մարդը, կարելի չէ բաշտել խաչյալ փրկիչը եւ չսիրել մարդը, որուն համար Աստված օրդին չարչարվեցավ եւ խաչվեցավ, կարելի չէ ընդունել Քրիստոս եւ անդեսել մարդը, որուն ընդունելու համար է որ ան աշխարհ եկավ եւ մարդկային մարմին սկեցավ, կարելի չէ բադվել Քրիստոս եւ անբադվել մարդը, որուն Աստվածային բադիվ շնորհելու համար Քրիստոս հրաժարեցավ իր Աստվածային փառքեն եւ մարդացավ ու իջավ մեր մեջ։ Երբ անգեղծ բարերով մեր սրդի զգացումները գարակենք առ Աստված, ապա այդ նույն րոպեին է որ գաբրինք հոգևոր վերածնունդը, որովհետև մեր ու արարչին Աստծո միջև գաբը գամրա բնտվի, երբ անգեղծ աղոթքով գփանանք մեր հոգին, ձալքերը եւ ներքին փափակը գունենանք ընդունելու Աստծո շնորհքը եւ իմաստությունը։ Երբ կապաշխարենք եւ դարձի գուքանք, այն ադեն Աստված մեզ կհաստատե մեր նախկին փառքին ու իշխանության մեջ։ Անարակ որդին մեծակույն արագն է, որ պատմած է Քրիստոս։ Անարակ որդին վերահաստատվեցավ իր նախկին փառքին, երբ իր հայրը կուրկուրալից իր ցերկերը լայն բացավ եւ զինք ընդունեց իր մեջ։ Ավետարանի մեջ ամենասրդակրավ բաժիններն է նաև անարակ որդին նվիրված գլուխը, ուր կներկայացնե, թե ինչպես անարակ որդին ինքզինք մեղքին մեջեն դիղմեն դուրս հանեց եւ եկավ իր հորը կով եւ ըսավ. հայր, մեղանչեցի Աստծո եւ քեզի դեմ այլևս արժանի չեմ քու որդիդ կոչվելու։ Իսկադիպ քրիստոնյա կդառնա այն ադեն, երբ անարակ որդին նման վերադառնանք մեր նախկին ինքնակիդակցության։ Մեր մեջ են արմադախիլ ընելով չարին ցանած որոմները։ Չարին ցանած որոմները ինչ են խորքին մեջ։ Երբ անարակ որդին վերադարձավ, հոն մեծ անարակ մգար, որ իր հորը դան մեջ էր, ծկեց եւ հեռացավ։ Ավետարան անոր մասին բան չի խոսիր, թե ուր գնաց եւ ինչ ըրավ։ Գործվեցավ ու գնաց, որովհետեւ
արդեն իսկ արքայության մեջ էր, երբ իր եղբայրը եկավ, չհանդուրժեց անոր վերադարձը, իսկական քրիստոնյան կհանդուրժե իր եղբոր վերադարձը եւ զինք կընդունի իր հորը դան մեջ, խորդագելով չարին գանտնեցուցած մեհյանները եւ անոր փոխարեն սերմանողին Քրիստոսի բարի սերմերը, բրգության սերմերը բահել որպես երաշխիք բրգության։ Գորտորենք, որ յուրաքանչյուրս Սուրբ Գիրք ընթերցենք, ապաշխարենք անարակ որդիին նման, ճանապարհորդություն կատարենք ոչ թե դեպի ցոփ կյանք, զեղ կյանք, այլ դեպի Հայրն Աստված։ Մարդ իր բոլոր բարոյական անգումներուն մեջ գրնա Աստծո մերցենալ, իբրև սիրալիր եւ ներողամիտ հորմը, հերանալով իր արադավոր անցյալեն եւ նորոգված կյանքի մը վերստեղծումով սրբության խորան մը կանգնեցնել իր ներսիտին, միշտապես հարաբերության մեջ մտնելու համար Տիրոջ հետ։ Ահա այս գոչն է, որ գուղե եկեղեցին մեծ բահքի ժամանակ բոլորիս։ 40-օրյա բայցողության ընթացքին հավատավոր հայորդին նախքան իր օրվան սկսիլը 2 վայրկյան միան գդրվելով այս առօրյայեն օգտաշատ Աստվածաշունչի միջոցով գրնա ըմփոշխնել Քրիստոսախոս պատգամը եւ զանոնք կյանքի գոչել իր գեսընթացին մեջ, որ գսե ինձի եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ես հանգիստ պիտի դամ ձեզի, արեք իմ լուծս, որովհետեւ թեթև է, արեք իմ փերս, որովհետեւ փոքրոքի է, այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն։ Սիրելի հավատացյալներ, գուզենք ձեր ազնիվ ուշադրության հանձնել առաջին հոգևոր ճամփորդության համար պետք է գարտանք Աստվածաշունչը եւ գարտանք մեր հայրերու կողմէ մեզի ընձայված այն հոդվածները եւ խոսքերը։ Հետևաբար հիմա որ դուրս պիտի ելեք հոն սեղանին վրա պիտի տեսնեք հադուկ գրքույկ մը, որ 365 օրվա պատգամներ կան այդ գիրքին մեջ։ Ձեզ մեջ շատեր հավանաբար ունին, այս գիրքը հրատարակված է Մեղրիկ Սրբազանի հիշադակին, անոր այդ հուշ երեկոյին, անոնք որոնք ներկայ էին ստացան, իսկ անոնք որոնք չունին, յուրաքանչյուր ընտանիք կրնա գիրք ստանալ դուրսը բանգալի սեղանին վրայեն։ Իսկ երկրորդ հայտարարությունս այն է, որ Զաղգազարդը մոտ է, մեր փոքրիկները պիտի բերենք եկեղեցի, մեր փոքրիկները պիտի փապակին իրենց ձեռքերուն մեջ ունենալ մեգական զարդարված մոմեր, որ Զաղգազարդ կխորհրդանշե։ Հետևաբար Սուրբ Աստվածին եկեղեցվո գիրակնորյա դպրոցի անձնագազմը շատ գեղեցիկ եւ հատուկ մոմեր պատրաստած է եւ ոնց սեղանիկին վրա տրված յուրաքանչյուրը ձեր զավակներուն, ձեր թորնիկներուն գրնակ ստանալ եւ նվիրել, որովհետեւ իրենց կյանքը նաեւ զաղգազարդվի նաեւ ձեր բոլորի կյանքը։ Աստված օրհնե բոլորդ։